Թեհրանում մեկնաբանել են Թրամփի հայտարարությունը, որ Իրանն այնպիսի հրթիռներ է մշակել, որոնք կարող են սպառնալ Եվրոպային Միացյալ Նահանգների արտասահմանյան բազաներին ու շատ մոտ ապագայում նաև հենց ԱՄՆ-ի տարածքին։ Նաև նախագահը կարծիք է հայտնել, որ վերջին ցույցերի ընթացքում Իսլամական Հանրապետությունում զոհվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայեին հերքել է Սպիտակ տան ղեկավարի խոսքերը։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, եթե Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ ձեռնարկի, Իրանը վճռական եւ կոշտ արձագանք կտա։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերթական անգամ կրկնել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել եւ չի ձգտի միջուկային զենքի։ Միևնույն ժամանակ իրանական կողմը բացառում է, որ կարող է հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունքից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև հավատացրել էր, որ ցանկանում է լուծել Իրանի հետ տարաձայնությունները դիվանագիտության միջոցով, հակառակ դեպքում այլ սցենարներ կդիտարկվեն։ Այժմ բանակցություններ ենք վարում, նրանք ուզում են գործարք կնքել, բայց դեռ չենք լսել խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, նշել է նախագահը։ Իրանի նախագահը մեկնաբանել է երկրում օրերս բռնկված ուսանողական բողոքի ակցիաները։ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են արձագանքել ուսանողների պահանջներին, որոնք հակակառավարական լոզունգներ են հնչեցրել։ Մարդիկ կարող են արտահայտել իրենց մտահոգությունները, բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ հասարակական կյանքը դինամիկ է։ Մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ եւ անմիջականորեն շփվել ուսանողների հետ, ասել է Փեզեշքյանը կառավարության նիստում։ Նա կոչ է արել կառավարության ներկայացուցիչներին ամրապնդել հանրության հետ վստահության մթնոլորտը եւ լուծել առկա խնդիրները։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է մարտի սկզբին։ Նա հավելել է, որ մինչ այդ փետրվարի 26-ին Ժնևում կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Կքննարկվեն Ուկրաինայի վերականգնման, եռակողմ հանդիպման նախապատրաստման եւ գերիների փոխանակման հետ կապված հարցեր։ Ավելի վաղ Ուիտկոֆը հաստատել էր, որ առաջիկա օրերին մեկնելու է Ժնև, Թեհրանի եւ Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Նրա խոսքով Վաշինգտոնում հավատում են, որ հնարավոր կլինի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը, լուծելու գլխավորապես տարածքների հարցը։ Բանակցային գործընթացը մեկնաբանել էին նաեւ Կիևից, նշելով, որ հիմնականում կենտրոնացած են տարածքային խնդիրների վրա, որոնց մաս է Զապորոժիեի ԱԵԿ-ը։ Ամերիկյան մաքսատուրքերի ֆոնին Գերմանիայի կանցլերը երկօրյա այցով մեկնել է Պեկին։ Բեռլինի պատվիրակության կազմում են նաև գերմանական խոշոր ընկերությունների ղեկավարներ եւ գործարարներ։ Պաշտոնական հանդիպումներին ընթառաջ Ֆրիդրիխ Մերցն ընդգծել էր արդար մրցակցությունն ապահովելու եւ համաձայնեցված կանոններով առաջ շարժվելու կարեւորությունը։ Նա տեղեկացրել է, որ իր այցի օրակարգային կարևոր հարցերից են այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմը, Պեկին-Մոսկվա հարաբերությունները, համաշխարհային ճգնաժամերին հակազդելու ջանքերը։ Ակնկալվում է, որ այցի ավարտին կստորագրվեն տնտեսական համաձայնագրեր, ներառյալ ավտոմոբիլային ոլորտում։ Մերցին արդեն ընդունել է նախագահ Սի Ցзինփինը, պաշտոնյաները հաստատել են երկկողմ գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։ Սին կոչ է արել համաշխարհային անկայունության ֆոնին ամրապնդել Չինաստանի եւ Գերմանիայի միջև փոխվստահությունը։ Հնդկաստանի վարչապետն էլ երկօրյա այցով մեկնել է Իսրայել, օդանավակայանում նրան դիմավորել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Նարենդրա Մոդիին անվանելով մեծ ընկեր։ Նշվում է, որ Մոդիի հանդիպումների օրակարգում է Հնդկաստան-Իսրայել ռազմավարական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը։ Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները հատկապես քաղաքական, ֆինանսական, անվտանգային եւ արհեստական բանականության ոլորտներում։ Դիանա Գասպարյան, լուրեր։